Բարև ձեզ, նախ պիտի մենք ուղիղ եթերում մենք պիտի խնդրեմ ներկայանաք, որպեսզի հետևորդների համար པարզ լինի, հա։ Ես Ռաման Վաչագանի Գևորգյան եմ, հերոս Նարեկ Գևորգյանի հայրը։ Ուրեմն 6 տարի առաջ օրելա գներեք sense միանման պետք է լիներ բոլոր մեր հերոսների քարերը միանման պետք է լիներ։ Այդ ժամանակ Աղաշակին էր նախարարը, հետո փոխվավ Արշակն եկավ, ասես պետք է այո Նարեկիս ես իմ ձևի եմ շարել, իմ գնացին բերած քարերով մեծ հուշահամալիրի պես sense իր վերել շարել է սիրուն ակուրատին, ոնց որ ես էի ուզում իմ երեխու բանը շիրի մի քարը սարքել, հետո եկանացի պետք է միանման լինի, հանենք թող սա միանման լինի, ասի երբ որ կգա այն վաղտը կհասնի որ պետք է միանման կլինի բոլորին, եթե սա սպիտակ է, ուրեմն իմ տղունը պետք է սպիտակ լինի, սա ցևը ուրեմն սև պետք է լինի։ Պայմանավորվան խոսացինք Արշակի հետ նախարարությունում, հա ու ասես քարի ձեռ չեն տա, մի օր գալիս եմ տենամ քարեր եկել են, իրանք ձևով հանել են կրալով, առանցիկ գիտության հանել տարել են, հետո իմացա որ տարել են Չոբան քարա, պետք է միանման լինի քարերը, ասի լավ, խոսքով թե ոչ բան միանման ոչ մի երեխու քարը չելա, մեկը սպիտակ, մեկը սեռի, մեկը սև, ոչ հենա տենում եք արդեն որ ոչ մի միանման չկա, ես էլ իմ ձևի սարքեցի, բայց այդ քարը ես ասեցի պետք է ինձ տարած տակ Եռաբլուրում, որ այդ քարը ես տեղադրեմ իմ երեխու քարը, բերել եմ հատուկ Եռաբլուրի հիմար, իմ երեխու պետք է հուշահամալիրը ստերնի, այս տարածքը տվեցին Անիջանից, նախարարը, Պապիկյանի վախտով արդեն էսի։ Այս ու նարեկես հիմա փոմա թեքեք այս կողմ որ դրածա։ Սաղ իմ ուժերով սարքել եմ ստեղ, այս հուշահամալիրն այսի նարեկիս, սաղ ամենապրծացի հաշիվը մնացել է պուլպուլակը բերեմ, պրոստը անցած տարից որտեր չէր հասցնին պուլպուլակը դրենք չորանար, այս ջուր բան սաղ ես եմ քաշել սենց։ Ուրեմն անցած տարի ասին այդ քարերը գտնվում է Չոբան քարայի պաշտպանության նախարարության զորամասում։ Պիտի խնդրեմ ընդհանուր ասեք որքան տարածքը։ Այս տարածքը այսեն ցախ, այսեն ձեզ սարքել եմ այս քարերը, Նարեկից այդ որ սյուները բան ինչ-որ կա, իր խաչքարը Նարեկ Ացումատյանը սարքած սախ, պետք է տեղադրվի այստեղ սախ։ Ուրեմն նախարարությունում ասեցին, որ էսի վերջացնես կբերենք։ Ուրեմն վերջացնելու պես ամենաբան չէր մնացել, այս կեսը Նարեկ Անիջան մի հատ նայի, հեսա նկարեք իրանք են բերեի չացրել ստեղ, այս խաչքարն է, սյուները չկա, էսի Նարեկ, այս տակ է սաղ իրա հետ բանը, պաստավ կեքնա, էսա։ Սաղ բերեցին հետի, ուրեմն այս մնացած կեսը գտնում է զորամասում, Չոբան քարա, ինչ-որ զորամաս կա իշխմիածին, ես գնացի գնդապետ ոնց որ Գրիգորյան հնձին թունեց նախարարությունում, ասեց Ռոման ջան, այս քանի օրը մի քիչ խառն ենք, ասեց, բանը դաժե զանգեց զորամաս հրամանատարին ասեց նկարեք ուղարկեք տենանք ինչ վիճակի մեջ ա որ ստուց ապա մոնտաժը տարել են ստեի քարեր երեխոս նկարեցին ուղարկեցին ծածկած ակուրատնի այս պատոնների վրա դրած ասեց մենք մեքենայից պահին մեր մեքենաները բանում են պոստեր են գնացել այդ մանիպուլյատորները որ պետք է գան բարձեն բերեն այս քանի օրը ժամանակ կլինց մեքենան իջավ կուղարկենք այդ ժամանակը հեսրելով մի տարի Եղա մի տարիա չեն բերում ինչնա հարցը չգիտեմ, էդի ինձ իմ սեփական գնաց իմ եղածն է, իմ եղածը ես պահանջում եմ, պարտադրում եմ բերեն իմ եղածը իջացնես թե իմ երեխու հուշահամալիրի քարերն է, թե խեն ընդ պահում ինչնա պատճառը չէ բերում չգիտեմ անիջան, հեսա 6 տարիա տարել են էդի, հա, այս իրանք խոսակցությունը, բայց 1 տարի առաջ է խոսակցությունը եղել է 1 տարի երևի դաժե չկա էլ, գնացի ասին մեքենայի խնդիրն է, պոստերն է, այդ մանիպուլյատորը ինչ որ իրանք տարել են դա աշխատում է, հա, լավ մի հատ է 2 հատ է, պետք է մանիպուլյատորի խնդիրն է, ես իմ ուժերով կարամ բարձեմ բերեմ։ Մի հատ հասկանանք ինչա, તો Պապիկյանն թե ում է ասում ոնց անում, հարցերը լուծեն իմ քարերի, երեխու քարերը բերեն հուշահամալիրից քարերը բերեն Եռաբլուր։ Անիջան, դա իմ խնդրանքի իմ ուզածը բերեն իմ երեխու քարը 6 տարի էսիս թողել են ստե։ Սա այս քարերի, սրանք, հենա կեսը ստեն բերել դրե Անիջան, հեսա մի վարկյան նայեք հեսա։ Եկին հանելուց հենա, ջարդը հանել են սենց, բերե շարել են ստե։
Իսկ սրանք սաղ ես իմ ուժերով սարքել եմ, սիրուն ակուրատնի ստատորներ պետք է դրվեր, ստե սարքում հուշամալի, որ ժողովուրդը գան նստեն, պուլպուլակալի նստեն, ստե ուզում եմ բանը արդեն կա էլի սարքել եմ տվե, բանը ապճեշ կա, որ մեջը դեղեր դնեմ, ծանողների մար մեր սաղիս համար մեկը լավ չնի, բացի մի դեղից օգտվի։ Այսօր անում եմ Ձգել է ինչով եք պայմանավորում եւ եթե տարածքը ձեզ հատկացրել են, ապա ինչու թույլ չեն տալիս, որ աշխատանքները սկսեք այստեղ։ Ինձ հենց այդ այլ ինձ պատճառը, թե ինչն է, որ ինձ ասում են գնացեք այսօր կուղարկենք, գնացեք վաղը կուղարկենք, թե ինչն է, թե ես Պապիկյանի հետ, ես իմ մեկի հետ ես խոսքի ոչ խնդիր ունեմ, ոչ պահանջ ունեմ, հարցերն են, որ այսօր երեխուս մի վայրկյան շուտ ուզում եմ մեր երեխու հուշահամալիրը քարերս բերեն ստե։ Այդ իրանց տված քարերը չին գնաց քաները իմ սեփականությունն է, խեն պահում չոբանկարը իրաց չաստում, ինչն է պատճառը, այդ եմ ուզում հասկանամ, ինչն է պատճառը, որ պահում են չեն բերում։ Այս է նախարարը թույլ տվել է, որ այս տարածքում բերեմ այս քարերը հուշահամալիրը սարքեմ ստե։ Ինչն է ձգձգվում, ես չգիտեմ։ Այդ ուզում եմ մի վարկան շուտ իմ երեխու ես չեմ ուզում ոչ ոք դառնամ թշնամի, անջան չեմ ուզում էլի մեր անցած տարիները, մեր անցած օրերը վերհիշեմ, ուզում եմ ամրացում հանգիստ, նորմալ ձևի մարդավարի բերեն իմ երեխու քարերը, բերեն իջացնեն ստե Եռաբլուր, իմ հուշահամալիրը վերջացնեն։ Այսինքն սա ճիշտ եմ հասկանում ոչ միայն ձեր որդու անունով, այլ բոլոր զոհված հերոսների Չէ, եսի անձամ Նարեկիս անով է, չէ, եսի իմ անձամ ամեկ եսի իմ երեխու անով եմ եսի սարքել տվե, այսինքն այս քարերը նայի վրեն գրածա Նարեկ, իրա մեդալները վրեն սարքած, եսի հատուկ ես վեկալել եմ տարածքը, որ այդ քարերը ստուց հանեցին 6 տարի առաջ, որ այդ քարերը մեծ ուները ես չէի կարող այդ ուրիշ տեղ տանել, իրանց հետ որոշեցինք, քննարկեցինք, որ բան այդ արշակեց նախա, որ այս տարածքը տան, հետո եկա Պապիկյան այս տարածքը օրինական թուղթ տանակով տվի, որ իմ երեխու տարածքը հուշամալիներս այս քարերը բերեմ տեղադրեմ ստեղ։ մի ճշգրտում, եթե հիմա ուզենաք այստեղ որևէ աշխատանք կատարեք, կկարողանաք։ Այո, ոչ չէ, օրինական թուղթ տանակով, բավոս, որտավելա, որ այս երեխուս քարը սա, բայց աշխատանք է կատարվել, չէ՞, սրանք աշխատանք է։ Ջուր են քաշես, բետոն է սալիկներն են սարքես, թե փիլակյաները սարքել, հումքա լցրես, թե աշխատողներ աշխատել են, սարքել են կեսի։ Սա օրինական ձևով արվել է, ոնց որ կա տվացվել է։ Այս արխիվն էլի բանը եղբայրներ կան Ռուսաստան, իրանք են նվերտ բերել, Հայաստան են բերել, մի հատ իմ տղուս անով նվերտ տվեցին իմ տղուս էս մի արխիվը։ Իմ Նարեկս էլ են, մի հատ էլ արխիվ որ կա, նայեք, ինքը Ջաբրելի սև արխիվ, իրա հենց մականունն է։ Հենց այտենց էլ այտենց իր արխիվը, իր հուշահամալիրը, էս իր հուշահամալի տեղն է։ Ուղղակի ես սարքում եմ, որ ասում եմ հոգու հանգստության համար անիջան։ Եռաբլուրում ինչ են ձեզ այստեղից ինչ են ասում, ինչ։ Ոչ մի բան չեն ասում, մենակ պետք է բերեն այս սյուները, որ տեղադրեն, ոչ մի բան աշխատողներն են կան Եռաբլուրից, որ իրանք տեղադրում են։ Եթե դուք հիմա ցանկանաք տեղադրել, դա եմ ուզում հասկանամ, կկարողանաք, օրինակ այս քարերը կկարողանաք, թե թույլ չեն տալի։ Չէ, թույլ տալիս են, պրոստը ձգձգում են ինչն է որ չեն թույլատրում, քիչ են բերում։ Այսինքն մի մասը այստեղ Մի մասը բերել են, մի մասը ստեղ չի։ Այսինքն կարևոր մասերը, սյուները, որը որ կան գլավնի, տապանները, սյուները, սա ընդ զորամացում է։ Էշմիածի Չոբանկարայի զորամասում է։ Ես դեդ եմ ասում 6 տարի արստուց հանեցին, նորոդի չի թույլատրվում, բայց սա միանման լինի ստե քարերը ու ոչ մի բան միանման չելա։ Ով ոնց ուզեցավ իր երեխու ջուրիմը սարքեց։ Մարդիկ որոդի բողոքում էին մեծ, էսա ես կարում եմ այս ձևի, ես իմ երեխուն այտենց եմ ուզում սարքեմ, իմ հնարավորության չափով, ոչ ոքը ոչ խանգարում են, ոչ բան։ Հետո ասեցի միանման, ես էլ ասի լավ դուք ուզում եք միանման ալի, ուրեմն թող միանման ալի։ Երբ որ կգա կհասնի մեր երեխուս մոտ սաղ միանման կլի, ես իմ ձեռերով սյուները կանեմ։ Առանց իմ գիտակցեք քշերը ժամի 3-ին բերում են, կռան են բերում հանում տանում են։ Թուրքի պես, վախկոտի պես։ Որտեղ դե լիքը իրանց է թեմաներ եմ ունեցել, լիքը, բռնած քարերի համար, բռնած մյուսերի համար, բռնած լիքը հարցեր այլ է։ Դա համար այսօր ես իմ եղածը, իմ սեփականությունն է, ես եմ արել։ Պետությունից ոչ մի բան ես չեմ ստացել, որ իրանք բերեն, իրանք տան ասեն, կանի մենք ենք տվել մի հատ բան։ Խնդրում եմ ես մենակ էսի նախարարին ասեն շուտ իմ էս եղած երեխուս բերեն տեղադրեն, այդ բան։ Տեղադրողները կան, ես մարդկանց հետ խոսացել եմ, անում են, էսի սա արել են մարդիկ, հենց այնպես չեն արեցի։ Դու բերեն անիջ
ջան, իմ խոսքը ուզում հասնի նախարարին, որ այս հարցը լուծեն, ինչն է պատճառը ձգձգում են այսօր վաղը։ Տեղը տված է օրինական է, պետք է քարերի կեսը հենա իրանք են բերել, ես իրանք են բերել իջացել նույն տեղից, որ դու զուր տարել են։ Այն մնացածն է բերեն, ես իմ չգիտեմ, ես իմ կյանքի ինչքան ես կապրեմ։ Այսօր սիրտս ապարատը դրա դες չգիտեմ ինչքան կապրեմ, կյանքից լավ չի։ Իմ հանգստի, հոգու հանգստության համար, իմ մյուսի բերեմ էսի տեղադրեմ, քիչս հանգիստ լինի։ Որտեվ էսի նպատակ ա եղել, նպատակով էսի բերել եմ, հասցրել եմ Հայաստան այս քարը, որ Նարեկից քարը ընդելեն, բայց այսօր որ անեն ստացվավ, դե էսի չգիտեմ, տարբեր մարդիկ, տարբեր ձևի հասկացողություն, որը մի քիչ կառիսություն արեց, ոգեղտություն արեց, ով ինչ արեց, Աստված իրեն կտա։ Ես ուզում եմ համիգադրությամբ, չեմ ուզում ոչ ոքդ ոչ վիճվեմ, ոչ բան, ոչ էլ ուզում եմ թեմաներ ունենամ, ես խնդիր չունեմ։ Ով ուզում անի, ես ոչ ոքդ խնդրեմ չունեմ, կլինի նախագահ, կլինի ով ուզում են Պրոստը ես ուզում եմ առանց մի վեճի, առանց մի խոսակցությունների երեխուս քարը բերեն տեղադրեն ստե։ Բերեն իջացնեն ստե։ Ես իրանցից ոչ մի բան չեմ։ Մանուպիլատի խնդիրն է, ավտոյի խնդիրն է, ես իմ ուժերով իմ փողով կբերեմ։ Ասեն ոնց է, որ դա ես այդան բարձր բերեմ, եթե իրանք խնդրեմ ունեն մեքենայի։ Խնդրում եմ մի վայրկյան շուտ իմ երեխուս քարը բերեն ստե, ես տեղադրեմ սարքեմ։ Կարծում եք, որ այսպես հավերժացնում եք ձեր գործում, այսինքն մարդիկ հասկանան, որ շատերը համեստ կերպով են իրենց գործունեությունը շարունակում։ Համեստ, ստե գիտես ինչ, մարդը, լսի, եթե ստե կա համեստություն, կա մյուսը, ամեն մարդ այսօր ես սաղ վախտել ամեն մեկը իր ձևը ուզեցել է սարքի, թող սարքի, այսօր ես խոսքի այդ փողը չեմ ուտում, իր փողը չեմ ուտում, սարքում եմ ստե իմ երեխու, իմ հոգու հանգստության համար, չեմ էտում հավերժություն ստել եմ անելու, հայացել եմ անելու, դպրոցի դեմնել եմ անելու, ինչքան կարամ, ինչքան ուժ ունեմ անելու եմ, ինչքան հնարավորություն ունեմ անելու եմ, ոչ ոքս ոչ փող եմ մուրում, ոչ էլ մուրացած կամ։ Այ տղես հերոսը Հայաստանի մարտական առաջիկած ոսկե մեդալով, սա ինքը ես այսօր գիտես ինչ իմ աչքին ոչ մի բան չի գալի երեխեն։ Օրը սարև ես էլ եմ ասում, չեմ ուզում դառնամ իրանց հետ թշնամի, դառնամ իրանց գիշերվա երազը, չեմ պատկերացնում իրանք ես ինչ են սպասում, բայց գիտեմ վարչապետն է գիտի, Պապիկյանն էլ գիտի, սա գիտեմ ես ինչ եմ սպասողնի։ Ես ասում չեմ չդառնամ սաղ հետ թշնամի։ Բերեք իմ երեխու հիջացած ոնց բերել եք, բերեք քարը իջացրեք տեղադրեք ստեղ երրաբներում։ Ես ես իմ երեխու քարն է, իմ սեփականությունն է։ Իրանցը չի որ մտածեն չենք տալի կամ չենք անում, իմ եղածը բերեք, թույլատվությունը տված է, մենակ պետք է բերեն ժամանակի Նա խնդիրը ես հետ ուզում հասկանամ Շեն, այսինքն ընձի դրդում, որ մի բան ձեռնարկեն, մի բան վատ բան անեն կամ մի բան, որ ասեն հոպ սենց արեց, բերեք քարը սուսուտուս, ոնց կա բերեն ակուրատնի իջացնեն ստեմ քարը։ Եթե իրանք մեքենայի խնդիր ունեն, ես իմ ուժերով կբերեմ, փառքած, այդքան հարգանք ունեմ։ Անի ջան, ես էլ եմ ասում, խնդրում եմ Հասմիկ Պապիկյանին, ես էլ եմ ասում, մի 6-7 ամիս առաջ էլ այդքան կլի երևի գնացի նախարարություն Էզի Գրիգորյանը երևի չգիտեմ գնդապետեր ընդունեց զանգեց ասեց Ռոման ջան խոստանում եմ հա մի քանի օրից այդ ավտոստը չի պոստելա քիշնի կբերենք հեսա մի քանի օր էլա հեսա 6-7 ամիս մի տարի կա ոչ բերել եմ ոչ բան հիմա արդեն տակ են ընկել ուզում եմ մի վարկյան շուտ սարքեմ որովհետև ես լավ չեմ զգում ամեն օր վատ հարյուրատ հիվանդություն ունեմ Կյանքը չեմ ուզում, ես ուզում իմ էմրասման նպատակս իրականացնեմ, հետո ինչ կլինի։ Ներողություն եմ խնդրում, դուք մի արտահայտություն արեցիք, որը գուցե այլ կերպ ընկալվի։ Դուք ասացիք որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեք, պայքարելուց եք հոգնել, որովհետև օրինակ երեք մի շարք ծնողներ դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին, հաշվի առնելով Փաշինյանի այն հայտարարությունը, որ 20 թվականին գիտակցված զոհողությունների են գնացել, ծնողներն ասում էին, որ դա հանցագործություն է մարդկության դեմ, պետական դավաճանություն է եւ այսքան տղաները փաստորեն իրենք գիտակցել են, որ հայտնվելու են, այսպես հա, ցավոք սրտի հողի տակ։ Բան ասեմ, ուրեմն Անի ջան, եթե դու ինձ եթերները չես տեսել, ուրեմն սկզբանե դեմից, որ ես պայքարում եի ամեն ինչի դեմ, պայքարել եմ։
ու բաներ կա, որ ես ասում եմ, ես սենց էր, ուրեմն պետք է եթե վաղ կար համախմբված ենք սաղ ծնողներով, իրար մի հարցնում ենք, սաղս իրար հետ էթում ենք, չէր ելում էլի, հիմիկվապես ամեն մեկը իր հարցով այդքան մտնի նրա մոտ, մտնի Նիկոլի մոտ, մտնի Պապիկյանի մոտ, իր հարցերը լուծի, հոп հելի մնացած է հեչ։ Այսի մարդկաց մաստատեցին, չգիտի մեկին ինչ տվին, մեկին ինչ առան, մեկին ոնց εμրասպա կուպի տարին առան իրանցով արին, սաղ մեր այս ծնողներից սաղ իրանից բաժանեցին։ Դրա համար ես միշտ պայքարել եմ, ես ճշտի կողմնակից եմ, իմ համար էլի կասեմ Նիկոլ կալնի, ով ուզում ալի, սաղին իրանցից լավ գիտեմ, իրանք սաղ գիտեն, սաղ ծնողներն ինձ լավ են ճանաչում։ Եվա որ մի հատ եդիստվինի մարդ, որ մտնում էր երեխեքի ծնողների հարցով, դա ես եմ էլ է։ Ես էի մտնում, ասում եմ, այսքան ծնող պետք է մտնենք, ասում եմ, հարց չկա։ Ես սա հարցերով ես եմ զբաղվել, այսօր մարդիկ կան մտել են, դարել են, մեկը ես իմ օֆիսա վերցե բացե, մեկը ես իմ ինչա բացե, սարքել են բան, այս երեխեքին կուսակցություն, էսի սրբավայր արեք, մեր երեխեքին չխառնենք ձեր կուսակցության, ձեր խնդիրների, ձեր հարցերի մեջ։ Այստեղ կուսակցության խնդիր չէր, պարզապես նրա հայտարարությունը շատերի մոտ է հանցագործության այդ ներկայացման տպավորություն թողնել, ասում են ինքն իր դեմ ցուցմունք է տալիս։ Ի սկզբանե դա սաղը ստեղյակ ընկել է, պատերազմից սկզբանե գիտենք այս պատերազմի ինչի մար սարքին, ոնց սարքին, մենք գիտես ինչ մեր բանը ստե որն է այն խնդիրը, անի ջան, մեր խնդիրերն է մի վարկան մենք ուրիշ բաների մասին չենք մտածել, որ մեր գժված վիճակ, որ մի վարկան ուզեցել ենք շուտ մեր երեխեքին գտնենք, բերենք, խնք ծխելու տեղ ունենանք, մեր երեխեքին այսօր ես խոսքի մեր երեխու մարմնի կեսն եմ բերել, հարկավորը կեսը չեմ գտել։ Ուզեմ ասեմ այսօր ամեն մի ծնող այն վաղ որ կարանք մեր դերներ կոկորտը կադրենք, կոկորտը չեն կադրել, պահել ենք, ասել ենք կարա մնա, որ մեր երեխեքին բերես 10 մեզի։ Այն վաղ ուրիշ ձև էինք մենք մտածում, ով էր գալ, պետք է ասեր Նիկոլն ա տվել, գնացեք Նիկոլից ուզեք, էլի այն վաղ տենց էր այդ գաղափարը հասկացողությունը, սաղ էտել, էտել քննարկվել ա, խոսացել ենք, արել ենք, պատերազմը Դեշտամին են մեր մեջ լիքը ունենք, սաղ է լավ գիտեն ով ինչ արել, սաղ լավ գիտեն, պրոստ այսօր գիտես ինչ, արդեն այնքան են պատերազմ արես դրանց հետ, սաղի հետ, սաղ լավ գիտեն, տո կառավարության դեմնել եմ փագել, դեմնել եմ հել է, տո նախարարությունով այնքան բան եմ, պրոստ այսօր ես կես մարդ եմ ապարատը դրած, ես էլ առողջություն չունեմ, շաքարս էլ եմ 30, տավլենից բարձանում է, սիտս ապարատ են դրել, հազիվ այսօր ես ես 6 երեխեքիս պահում եմ, այս երեխեքն են այսօր անձի պահում, որ ասենց ապրում եմ, ես իմ հույսը, այսօր կարում եմ, ես իմ ինչ անեմ ստեղծեմ իմ երեխուս ես շիրիմ հիմար հանգստություն է, այսի անում եմ, ոչ թե անում եմ, որ խոսքի տղես հերոս չէ, այսի անում եմ իմ հոգու հանգստության համար, ով էլ ուզում է կարում է թողանի, թո փողերը բերեն, դնեն փող ունեն, դնեն ստե, ես չեմ ուտում, չեմ խմում, դնում եմ ստե, դնում եմ իմ հոգու հանգստության համար, իմ երեխուն ես սաղ կյանքս պարտական եմ, սաղ ես հերոսների։ Ձեր թույլտվությամբ ներողություն եմ խնդրում, բայց մի հարց էլ տամ էլի, հիմա հաճախակի ենք լսում արտահայտություններ, որ եթե այս իշխանությունը չլինի, ապա պատերազմ կլինի, հա, այս իշխանության այլընտրանքը պատերազմն է, իսկ այս պատերազմը ում ժամանակահատվածում եղավ, այս Եռաբլուրը ում ժամանակահատվածում ընդլայնվեց։ Մի հատ բան ասեմ։ Չի վրդովեց։ Նայ մի հատ բան ասեմ, պատերազմ անցած մարդիկ ենք մենք։ Մենք պատերազմ ենք տեսել, մեզ ոչ ոք պատերազմով չի կարող վախցնի։ Այսօր պրոստը մի հատ բան ասեմ, ինքը այսօրի վիճակի չես երկիրը կառավարելու։ Ի վիճակի չի։ Մեզ էլ այդպես մարդ չկա, եթե այդպես մարդ կա կարա կառավարի, այս երկիրը մեր անունը, մեր այս հարգանքը, մեր այս երեխեքի այն ինչ որ արել դրել են, դա գոնե կարանանք շատ չեմ ասում 20%-ը հետ բերենք, փառք Աստծուն։ Եթե ամփոփենք նաև ձեր պահանջը ուղված Պապիկյանին, ամփոփենք Ես էլ եմ ասում, ես ուզում եմ Պապիկյանին հասնի, որ իմ երեխու, այսօր իմ երեխու քարի կեսը բերեն էստե, Չոբանքարայի զորամասնում, մնացածն բերեն իմ երեխու չիմ էստե, բանը հուշահամալիրի քարերը ոնց տարեն են բերեն տեղադրեն էստե։ Այսինքն թույլատվությունը կա, ինչն է, ստե ձգձգում ուզում եմ սաղ ոնց որ կա օրինական, բերեն իջանցնեն էստե։ Ես իրանցից անօրինական ոչ մի բան չեմ ասում արեք։ Օրինական օրենքով տվել են հասնում, իմ քարերը բերեն հասցնեն էստե։ Այդ կամ բան անի ջան։ Ինչ մնում է արխիվում է ճանապարհ ունենք անցնելու, մեզ պետք է եմ ասում հազար մարդապետ, որ այս երկիրը ոտի բերի, հետ բերի, սրանց քանդածը, սրանց կոտորածը հետ բերեն, ուրիշ բան պետք չի։
Փառքներ ես տղեկին ես հերոսների, մենք այսօր իրանցով ենք անի ջան ապրում։ Այսօր սաղ ծնողները դեր եմ ասում, էլի, սաղ ծնողները գալիս են ոնց որ ըստ մեզի մի քիչ են մեր հոգի հանգիստ ըստեղ են զգում, ես ինձ շատ հանգիստ եմ զգում։ Ես տունեթում եմ ոնց որ տունը սատանիկը վրեսն եմ, բայց գալիս եմ ստե իմ երեխու կողը մի քիչ նայում եմ, ցրվում եմ, հետում եմ։ Բայց էլ եմ ասում, ես ինչ արել եմ, եսի արել եմ հատուկ իմ երեխուս իմ հանգստության համար, ես ինձ սարքել եմ, իմ ուժերով եմ սարքել, ոչ ոքի առանց օգնության, էլի շնորհակալ եմ աղբյուր ջան, ցավները տանեմ, թող ամեն մարդ սրտով թող իրան տաղով կարում աթու անի, մենք էլ սաղի կողն ենք, էլի եմ ասում, մենակ մի բան խնդրեմ մեր ծնողներից, բոլորից, արեք իրարից չզատվենք, չընկնենք եսի մեր սեսենք կուսակցության են մարդկանց բաների հետևներից մենք կյանքում չուրանանք մեր երեխեքին, այսօր մեր երեխեքն են ստե, արեք իրար թևութիկուն կլենք, իրար կող կլենք, այս մեր ինչ կործրին ենք մենք պետք իրար կպնենք թևութիկուն կլենք, հետենք ոտի հանենք, իրար չթերակնահատենք, այս ինեց արեց, ինեց արեց, ոչ ոք այդ պակասը չեք, այսօր սաղեն ամեն մեկն էլ իրար սխալն ունի, դրա համար եմ ասում, արեք մոռանանք, այսօր մի բան հիշենք, որ այսօր մենք նա ինչ տղեկ ենք տվել, նա ինչ տղեկ են արժանի են փառաբանելու ամեն մի տղու ամեն մի ծնող պահենք մեր երեխեքի անունը վեր իրար չթերագնահատենք իրար չանենք էսի նրանից է ծնողները ներողություն եմ խնդրում ծնողները պահում են իրենց երեխաների անունները վեր ինձ թվում է ավելի կարևոր է որպեսզի հանրության այն հատվածը որը այս ցավը անմիջապես ինքը չի զգացել ինքը փառաբանի եւ ինքը կարևորի որտեվ ես բազմաթիվ ծնողների հետ շփվում եմ հարյուրավոր նաեւ ծնողների հետ եմ շփվում եւ բոլորը բարձր են պահում իրենց երեխաների անունը ուրիշ բան ես ուրիշ բան ունեմ նկատի ասեցի անի ջան մենք մեր ծնողներով իրար պահեն ծնողներով իրար պահեն, իրար չթերագնահատեն ծնողները, այնի մի քիչ սենց են մեկը նրա կողմն, այնի նրա կողմն։ Օրինակ բազմաթիվ ծնողների նկատմամբ պայքարող քրեական գործեր կան, որոնց շինծու են Անի ջան, մի հատ բան ասեմ, ես կները շատ հարցերի չեմ էթում մասնակցում, ինչի չեմ մասնակցում, ունեմ դրա պատճառը։ Ես էլ իմ հետ դե այստե դանակն առած ընկել եմ գեներալների հետևից, ստե լիքը կինոներ սարքվել, լիքը բաներ իմ վրա այսպես մի քանյացած գործեր այսպես դաստած, վրաս քայլական գործով ու լիքը գնացել եմ քնչական, լիքը քայլական, մեկը չեղավ գալ կողս կայներ ասել հելականի Ռոման, դու կաներես այսօր խոսքի երեխեքի համար ես կամ սրանալ համար ուրիշի համար չէ, մեր երեխեքի մեր քարերի մյուսի համար ենք, այսօր պայքարում Բա մի րոպե, բա այս ուր է եկել վաղ կողը շեյ, բայց ես սաղի կողը միշտ կայնած եմ ըլե, հետում եմ ասում բռնուսկով տալում եմ մեղին, բայց ոչ ոք մի օր չէ լավ, սաղի կողը ես կայնա մի օր մեկը չեկավ ասել, հոբ Ռոման ջան, հələ արիտ մտել, տենակ ինչ այլ է, խի այսքան վրա, քայլական գործով հետում դատարան գալիս է, 1000 անգամ, տո ռազմական, տո քնչական, տո մյուսը, ում համար, սաղի համար այսօր գնացել եմ, կայնած եմ ըլե, սաղի համար Դրա համար այսօր ես էլ եմ ասում, ես ոչ ոքի դեմ բան չունեմ, ես սաղի ցավը տանեմ, սաղն էլ իմ նման սաղի տանջված ծնողներն պրոստը մենակ մի բան կասեմ։ Այսօր ոչ մի հոսանքի տակ, ոչ մի բանդերոշակի տակ ես ոչ վազում եմ, ոչ էլ կարա մեր նման մարդիկ վազեն։ Այսօր պետք է մենք իրաց թելադրենք ոնց անեն։ Ոչ թե ես այդքան կայնեմ կակոյնի բուց իրանից ոչ մի բան չի ներկայացնում, կլիմա թռած գեներալ հանդարտ ծնձի սենց բռի թևիցը սենց անի կամդի բշտի Ցիրտու թոքը վրից կհանեմ կգցեմ այնյան։ Չեմ թողի։ Ես էլ ես տիպի մարդ եմ, այդքան բան անի ջան։ Մենակ խնդրում եմ մի վարկյան շուտ ու Հաստին Պապիկյանին ես երեխուս քարերը ճոբան քարայց իրանց օստարել եմ դες բերեմ ստե։ Այդ եմ ուզում, ուրիշ բան չեմ։ Շնորհակալ եմ ձեզ, ձեզանից անի ջան շատ։